Ինչու են ազգային ժողովի իշխանական թևի պատգամավորներն ամեն անգամ հեգնանքով, խամահրանքով արձագանքում ընդդիմադիրներին, երբ խոսք է գնում Արցախի սահմանազատման գործընթացի մասին։ Իշխանության ներկայացուցիչների բացատրությունն այսպիսին է. ընդդիմությունն այդ մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վերընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես, թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորներին դուր չի եկել նաև մինչև Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիրների միջև բանավեճը միմյանց վիրավորելը։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Ընդդիմադիր падգամավորին արձագանքեց ազգային ժողովի փոխնախագահը Հակոբ Արշակյանը ամբիոնից ցած իջավ արտահերթ ելույթի համար։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, հանգստացի մի հատ։ Մեր տեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Դահլիճում իրավիճակը լարվեց, ընդդիմադիր եւ իշխանական թևերը սկսեցին միմյանց քաշքշել, ընթացքում էլ հայհոյել։ Ամբիոնի մոտ գտնվող Արշակյանին չէր հաջողվում падգամավորներին հանդարտեցնել։ Հայաստան խմբակցության падգամավորը հեռացավ նիստերի դահլիճից։ Հետո խորհրդարանը շարունակեց քննարկել օրակարգային հարցերը։ Լրատվամիջոցները փորձեցին մեկնաբանություն ստանալ Հայաստան խմբակցության падգամավորներից, թե ինչու կրքերն այդքան թեժացան նիստերի դահլիճում։ Խմբակցությունից Գեհան Մանուկյանն արձագանքեց, թե իշխանություններն իրենց այդպես են պահում, քանի որ կոռուպցիայի մեջ են թաթախված եւ հողը նրանց ոտքերի տակից փախչում է։ ՔՊԱ-ական падգամավորները հակադարձեցին, ազգային ժողովը ոչ թե ընկերական հավաք է, այլ քաղաքական պայքարի դահլիճ։ Ինչի համար ներողություն խնդրեմ, կներեք, էլի հասկանամ, ուզուտ հասկանամ, ինչի համար ներողություն խնդրեմ, որ վիճել ենք ազգային ժողովի դահլիճում, բայց դահլիճը նաև վեճերի համար է։ Այստեղ կարող է լինել վեճ, հիմնականում խոսափողներից եւ ուրեմն նախատեսված ելույթի ժամերին։ Խորհրդանում տեղի ունեցած միջադեպին գնահատական տվեց նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, հայտարարելով, թե տեղի ունեցածը խորհրդարանական երկրին հարիր վարքագիծ չէ։ Ինձ համար շատ ցավալի է, որ մենք պարլամենտում կարող ենք ունենալ նման միջադեպեր։ Օմբուդսմենը հորդորում է անել ամեն ինչ այսպիսի երևույթներից խուսափելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։